Ադրբեջանը ընդամենը խամաճիկ է այս հարցում։ Այնտեղ բազմաթիվ բաներ տարիներով նույն բանն եմ ասում։ Դե ասեք։ Ձեր թշնամին Ռուսաստանն, անկախ ամեն ինչից, ինչ ուզում եք արեք, ձեր իրական միակ, ամենամեծ, ամենասրիկա, ամենավտանգավոր թշնամին Ռուսաստանն է։ Եվ այդ Ռուսաստանի թշնամության արդացոլումներից մեկը դա Ադրբեջանն է, մյուսը Լարսն է, մյուսը ժամանակ առ ժամանակ, օրինակ, չգիտեմ, Վրաստանով երկակի նշանակության ապրանքների արգելանքը որ գա։ Ռուսաստանը ամբողջությամբ Հայաստանի պետականության ոչնչացմանը ուղղված է այն պահից, երբ Հայաստանը ձեռքաբերի անկախություն 91 թվականին, իսկ մինչև այդ ինքը հայկական գործոնի ոչնչացումը եղել է ռուսական ցարերի ամբողջական բանի մեջ 1829 թվականից Նիկոլայ առաջինից, այդ եղել է ռուսական պետական ծրագիր հայկական գործոնի ոչնչացումը այս տարածաշրջանում, որովհետև հարմար չի, որովհետև պաշտոնապես Ռուսաստան կայսրության պաշտոնյաները բազմիցս ֆիքսել են, որ հայերը լեհերի պես ճակերտներում անշնորհակալ են, հենց իրանց մի քիչ տեղ է տալ, իրանք անկախություն են ուզում։ Իսկ դա իրանց պետք չի, ռուսներին դա պետք չի։ Լավ, գնահատեցիք իրավիճակը, հիմա հարցից հաջորդ քայլը երկու ճակատ է, թե մեկ ճակատ է, դուք ասում եք մեկ ճակատ է, պատերազմ է վարվում Հայաստանի դեմ։ Ինչպես է Հայաստանը դիմակայում այդ պատերազմում։ Չէ, ես անպայման պետք է ասենք, որովհետև հիմա ընդեղ նստած մարդիկ հիմնականում անգրագետ կամ բան, իրանք կսկսեն խոսել նրա մասին, որ սա պատերազմ, ուրեմն պատերազմը ունի բազմաթիվ արտահայտ, խոսքը տնտեսական հիմա տնտեսական պատերազմ, տաք պատերազմ չկա։ Եվ ցանկալի է, որպեսզի մարդիկ հասկանան, տնտեսական պատերազմի մասին է խոսքը, տաք տնտեսական պատերազմի մասին է խոսվում, դրանց առաջ ասում ենք հիբրիդային պատերազմ, հիմա ավելի ոնց որ թե այդ հիբրիդայինի մեջ եւ ինֆորմացիոնն է մտնում եւ այլն եւ այլն։ Դե հիբրիդային, որովհետեւ հիմա մեզ կարան հակադարձում Ադրբեջանը, բանա, բենզին է, այո, չի կարող Ադրբեջանը չտա այդ բենզին։ Ինչու՞։ Որովհետեւ կան միջազգային խաղացողներ, որոնք ակնկալում են, որ Ադրբեջանը իրան կպահի ինձ ոնց որ դա սպասվում է։ Եվ դա բարի կամքի դրսևորում է Ադրբեջանի կողմից։ Որովհետև եթե Ադրբեջանը դա չտակ, ստացվի որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին աշխատում է Հայաստանի դեմ։ Իսկ Ադրբեջանը օրինակ նույն կերպով Ռուսաստանին օժանդակում էր եւ դրոների համար բաներ արտադրում եւ հնարավորություններ տալ որ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքը օգտագործի եւ Ադրբեջանը կնդրոշ օգտագործի գազ եւ նավթ վաճառելու համար կամ ուկրաինական ցորենը գողանա եւ ադրբեջանական դրոշի տակ վաճառի։ Եվ նույն ժամանակ ինքը Ուկրաինային օգնություն էր տալի $200,000, $5 միլիոն։ Բայց հիմա կհարցնեն, ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը համ Ռուսաստանի պրոքսին է, միասին են Հայաստանի դեմ, բայց Ուկրաինայի հարցում Ադրբեջանը կարծես թե ավելի ազատ է օգնում Ուկրաինային, լինելով Ռուսաստանի պրոքսի։ Եթե մարդիկ իմանային, եթե մարդիկ իրականությանը համարժեք վերաբերվեին Ռուսաստանին, իրենք իմանային, որ դա Ռուսաստանի հետ աշխատելու միակ բանն է։ Ռուսաստանը մազոխիստ երկիր է։ Ես բոլորին ուզում եմ հիշեցնեմ, որ ռուս տղամարդիկ հաճույքով իրանց կանանց եզով աղջիկներին մենակ առանց ուղղորդման ուղարկում էին Թուրքիա 2 շաբաթով, որպեսզի Թուրքիայի բոմժերը սպերմատոքսիկոզից պարտվեն։ Իրանք շատ լավ է գիտեին, որ Նատաշաները իջնում են Անտալիայում միանգամից ոտերի հետ խնդիր է առաջանում։ Իրանք սկի հյուրանոցից չէին դուրս գալիս։ Շատ լավ է ամուսնացել, գիտեմ, էլի գիտեմ։ Տեսել եմ նույնիսկ ընդդեմ։ Լավ, Չէ, դուք ուզում եք բացատրեք ինչ որ ուրիշ բանով, ոչ, այդտեղ է բարոյականության մեջ է հարցը։ Ռուսաստանի հետ տենց պետք է վարվես, եթե արգանք ես ուզում։ Ադրբեջանը այդպես է վարվում։ Բա իհարկե, Ալիևը ինքնաթիռը գցեց, տեսեք ինչ արեց։ Տեսեք ինչ արեց, ոնց նվաստացրեց, վրով ման եկավ Պուտինի։ Պուտինը ինչ արեց, վերջում ասած կներեք։ Եղած է դա։ Հիմա օրինակ որ մի բան Ռուսաստանում ասում են, Կապերկինին կանչես, ԱԳՆ-ի շենքի դեմից նոտան 10 ասես դե հիմա դավայ ռատ կաշից տեղից, կամ ասենք ամեն մի Սալավյովի ասացից հետո դեսպանատան 20%-ը կրճատես, տեսեք ոնց խելոք վիզները կծարեն, ռուսը չի հարգում, որ իրան չես ճնշում, չես նվաստացնում, չի հարգում ուղակի քեզ, չի հարգում ընդհանրապես,
Ոնց որ թուրքը չի հարգում, երբ որ դու իրան չեղած տեղը գնում ես, ասում ես խոսում ես խաղաղությունից։ Իմ հարցս էր, ինչպես է Հայաստանը ձեր կարծիքով դիմակայում այս տնտեսական պատերազմին եւ ինչպես պետք է դիմակայեր, եթե լինեիք դուք վարչապետ օրինակ։ Մոտավորապես 16 թվականից ամբողջ ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի պետք է դադարեցվեն։ Իմ տեսանկյունից 13 թվականի օգոստոսին, երբ որ օգոստոս-սեպտեմբերին, սեպտեմբերը մենք մենակ արտացոլումն ենք տեսել, օգոստոսին այդ գործընթացները, որ սկսել էին, որ Սերժ Սարգսյանին ճնշում էին, ես իմ արտաքին հետախուզությանը կպատվիրեի ու կարող եմ մի 4-5 դավաճանների գերդաստան լույս աշխարհից վերանար, դաժանաբար, դրանից հետո հանգիստ գնայի Վիլնյուս եւ կստորագրեի Եվրոասոցիացիայում ու կվերջաներ, ու վերջ։ Այսօր ինչպես է դիմակայում։ Նույն բանով, շատ վատ, Մեզ մոտ անընդհատ ձերբակալություններ են։ Չէ, ձերբակալությունները Ռուսաստանի դեմ պայքարը ձերբակալությունների հետ կապ չունի, դուք պետքա պրոակտիվ լինեք։ Այսօր սա է, վաղ այն ուսումը պրոակտիվը նշանակում որ դու ռիսկերը պետք է գնահատես, պրոցեսները մշակես եւ անես այն ինչ որ քեզանից չեն սպասում, որ դու տանես կամ տանես ավելի արագ, քան ճշնամինակու հանդեպանում։ Հիմա մենք ինչ ենք սպասում, ձուկը փագեցին, ինչը կարան փակեն, չգիտեմ, հայկականություն, տրավերտինը։ Դու պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնես։ Ինչի պետք է մենք սպասենք ու հիմա բաներով գա որ դա տեսեք ձուկ արկելափակել։ Ջանդամը չեն արկելափակել։ Հիմա ամբողջ կառավարությունը պետք է աշխատի, չգիտեմ, մարդ պետք է չլինի, պետք է գնան ասեք, չգիտեմ, Թայթից մինչև եսին որտեղ ընկնեն ասեն իշխան ունենք։ Եվրոպայում պետք է բուտիկ խանութներ բացվեն, դեսպանատները պետք է զբաղվեն։ Չգիտեմ, հայկական տուն անունով, չգիտեմ, գնացեք տարածք առեք, խանութներ դրեք, այդ կառավարությունների հետ պայմանավորվեք, քաղաքապետարանների հետ պայմանավորվեք, այդ խանութները բերեք, լցրեք հայկական ապրանքով, թող գան մարդիկը տեղից առնեն։ Այսինքն պրոակտիվը նշանակում է սա ամբողջ արտադրանքը այնտեղ լինի։ Սկսած այն որ հայկական աղջիկների դեմքով պայուսակները բանի ասեղնակարարած, չգիտեմ, շախմատի փայլուն բաներ կան, գործեր կան, նայում ես, ասենք, մտնում ես վերնիսաժ, հաճույք ես ապրում։ Ինչի՞ չէ, այդ բուտիկները տարեք վերնիսաժ ինչ որ կա, ստեղծեք, թող այնտեղ հնարավորություն ունի մարդկանց, պարտադիր չի բան։ Ծիրանեք ուզում տանեք, չեք կարողանում տանեք, օքեյ, ստեղծեք ծիրանի տուրեր։ Գաղափար եմ տալի, ժողովուրդ, հայտարարեք ծիրանազավրների օր եկեք Հայաստանում, ասենք, չգիտեմ, ոնց են Իսպանիայում այդ բանի լոլիկի օր կա, չէ՞, որ իրար ծեծում են, պահենք բերքը շատ ալնում։ Բերեք ծիրանի օրը, թող իրար մարդիկ լավը։ Չի պահածո կլինի։ Այ մատ ինչ չի պահածո։ Դուք սարքեք իրադարձություն գալացողի համար դա։ Ոնց որ Վարդավառն է։ Պարտադիր չի հարբել մի հատ գինու փառատոն, մի հատ գարեջրի փառատոն, մի հատ, չգիտեմ, ինչ-որ խորովածի, մի հատ տաբուրետկի արաղի, հերիքա հարբացնեք մարդկանց։